Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում, բնակավայրից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա։ Բացառիկ կառույց է, մասնակի պեղումներ վերջին անգամ 1983 թվականին են արվել։ Այժմ պահպանման, ամրակայման եւ ցուցադրման կարիք ունի։ Կանգուն է միայն կառույցի հյուսիսային հատվածը խաչաթև գմբեթով։ Աղոթատունը կառուցված է սև եւ բաց դարչնակույն սրբատաշ տուֆից։ Կառուցման թվականի մասին հիմնավոր տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է սակայն, որ հատակագծային այսպիսի հորինվածքը հատուկ է 7-րդ դարի եկեղեցիներին։ Կառույցի մուտքը, հարդարանքը եւս մասնագետներին թույլ են տվել եզրակացնել, որ աղոթատունը կառուցվել է 7-րդ դարում։ Սուրբ Գևորգ եկեղեցին ուխտի օր ունի, ամեն տարի հոկտեմբերի 1-ին կիրակի օրը Քարաշամբի բնակիչներն ու հյուրերը ուխտավորաբար այցելում են սրբավայր։ Սուրբ Գևորգ եկեղեցու թեմայի ընտրության մասով կարող եմ ասել, որ նախ տիպաբանական առանձնահատկությունը ինձ ստիպեց, որ ընտրեմ այս թեման։ Բացի այդ, բացի եկեղեցուց այս ամբողջ հուշարձանախումբը առաջին հայացքից շատ գրավեց, մինչև եկեղեցուն ուսումնասիրելը պետք էր ուսումնասիրել եկեղեցու հարակից տարածքները, գտնվում է խիտ կառուցապատման մեջ բնակելի եւ իր շուրջ բոլորը պատմական հուշարձաններ են։ Եկեղեցու շուրջը գտնվում են բնակատեղին, որը թվագրվում է 18-ից 19-րդ դարում, տեսնում ենք պահպանված խցերի պատերը։ Ճարտարապետ Տարոն Հակոբյանը ուսումնասիրել է Սուրբ Գևորգ եկեղեցու մասին եղած նյութերը, տեղում համարակալել է բեկորները, ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում ներկայացրել է իր հետազոտության արդյունքները։ Նրա աշխատանքի ղեկավարը հայտնի ճարտարապետ, բազմաթիվ կառույցների, եկեղեցիների նախագծերի հեղինակ, համալսարանի դոցենտ, լուսահոգի Արտակ Ղուլյանն էր։ Նրա խորհուրդներով է Տարոն Հակոբյանն աշխատել Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի վրա։ Եկեղեցու վրա հյուսիսային պատին, ներքուստ ավագ խորանի հյուսիսային պատին կա թողնված արձանագրություն 10 տողանոց, քարի վատորակ լինելու պատճառով ոչ ընթերնելի է։ Արձանագրությունը չի վերաբերում եկեղեցու շինարարության մասին կամ ստեղծման տարեթվի մասին, այլ հիշատակվում է Ոմն իշխան Տաշուրակի մասին, որ այդ 1288 թվականին վերացրել է գյուղի հարկը Հոշակ Զաքարյանի օրոք։ Ըստ նախագծի առաջարկում եմ ներկա վիճակը պահպանել, հիմքերը ամրացնել, ամրակայել, ջրահեռացման խնդիրները լուծել, իսկ պահպանված բեկորներով մի մաս ավագ խորանից վերաշար կատարել։ Առաջի տարբերակով նախատեսում ենք թեթև մետաղյա ծածկեր նախատեսել, որպեսզի ջրահեռացման հարցերը կարգավորենք եւ եկեղեցու մոտեցումները հաշմանդամ մարդկանց համար ապահովենք մինչեւ եկեղեցու տարածք հասնելը։ Մի քանի տեսակի արահետներ նախատեսել մինչեւ եկեղեցի։ Իսկ երկրորդ տարբերակով ավանդական եղանակով հիդրավլիկ կրաշախով կոնսերվացնել, ջրահեռացման հարցերը լուծել եւ նույն ձևով ավագ խորանը պահպանված բեկորներով վերականգնել, իսկ որտեղ որ բացակայում են կատարել նոր տաշուշար։ Տարոն Հակոբյանը ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարան 2020 թվականին է ընդունվել, ապա զորակոչվել է բանակ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել։ Հիմա մագիստրատուրայում է սովորում։ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչներին ուրախացրել է երիտասարդ ճարտարապետի ներկայությունը, երբ իմացել են, որ հետաքրքրվում է Սուրբ Գևորգ եկեղեցու պահպանման, վերականգնման հարցերով։ Քարաշամցիներն ուզում են, որ իրենց գյուղի ու Սուրբ Գևորգ զորավոր եկեղեցու մասին շատերն իմանան։